իշխանությունը միշտ կոնստրուկտիվ երկխոսության կողմնակից է եղել եւ այն քայլերը, որ մենք այսօր տեսնում ենք ընդդիմության կողմից, կարծես թե տպավորություն է ստեղծում, որ կա երկխոսության հնարավորություն, այսինքն իրատեսության եւ իրատեսության դաշտում գործելու հնարավորություն, որտեղ ազգի ու պետության առջև պատասխանատու է ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաեւ ընդհանրապես բոլոր քաղաքական ու հասարակական քաղաքական կառույցները։ Կամ ես իրավասու եմ ասելու մեր մասին։ Ես տեսնում եմ, որ ընդդիմության կողմից էլ կարծես թե իրատեսության եւ կոնստրուկտիվ մտածելակերպի եւ գործունեության այսպիսի ցանկություն կա։ Գործունեության հետևանքով երկիրը կանգնած է համարյա կոլապսի առջև։ Ղարաբաղյան չլուծված հակամարտություն, արտաքին ճնշումներն ուժեղացել են Հայաստանի վրա եւ տնտեսական դժվարություններ իր հերթին։ Դուք ինքներդ էլ բոլորդ կարող եք գնահատական տալ, որ երբեք Հայաստանում այսքան դժվար չի եղել ապրելը ոնց հիմա։ Չեն այլ երեք պայմանները դրանք այն ջրբաժանը պետք է լինի, որից հետո մենք կարող ենք արդեն իշխանությունների հետ մյուս կետերի վերաբերյալ, նախկինում առաջադրված 15 կետերի վերաբերյալ բանակցել։ Եվ ես համոզված եմ, եթե իշխանությունները պետական մտածողություն հանդես բերեն, վեր կանգնեն իրենց այդ տղայական կեցվածքից, ապա այդ երկխոսությունը կարող է կայանալ, այսինքն կարող են ընդառաջել ընդդիմության պահանջներին եւ դրանից հետո արդեն երկխոսությունը ավելի առարկայական եւ տեսանելի։ Մենք նորից եմ ասում, երկրի ապագայի համար մտահոգ առաջարկել ենք շատ լուծելի, ընդամենը քաղաքական կամքի դրսևորման պարագաներում ընդամենը մի օրում լուծելի խնդիրներ են ձեզ առաջարկել։ Նոր դրանից հետո արդեն ավելի լուրջ, ավելի բարդ թեմաների շուրջ կարելի է երկխոսել։ Ես հատկապես առայժմ նկատի ունենալով ոստեղ բացարձակապես չեմ տեսնում։ Այն առաջադրված խնդիրները, որոնք օրենքով լուծելի են, ես համոզված եմ, որ կլուծվեն։ Նրանք, որոնք օրենքով լուծելի չեն, ուղղակի ցանկության խնդիր են։ Դրանք կարող են մնալ ցանկության եւ բարի ցանկության։ Համաձայն չեք, որ ընդամենը մեկ օրվա լուծելի եւ որ պարոն Աբրահամյանը պնդում է, որ մեկ օրվա, չէ, մեկ օրվա լուծելի խնդիրներ են։ Մեկ օրում ո՞նց են լուծում, ենթադրենք, երբ պարզ չի թե մարտի 1-ի դեպքերին ովքեր են կրակել եւ այլ, ո՞նց են։ Հավաստիացման մասին է խոսքը։ Ո՞նց են լուծելու մեղադրելու համար ոչ միայն հիմքեր են պետք, այլ նաեւ հերթապատճառներ եւ փաստարկներ։ Չկան այդ փաստերն ու փաստարկները։ 100 անգամ դիմությունը, իշխանությունը հայտարարեց, նրանք ովքեր ունեն փաստարկներ, որոնք կարող են նպաստել, որպեսզի այդ հանցագործությունները բացահայտվեն եւ հանցագործություն կատարողները դատապարտվեն, մնացին ձայն բարբառով անապահով։ Ուրեմն դուք ինձ հետ համաձայն եք, որ այն երկու հարցերը լուծելի են։ Ես որին չանդրադարձար, բանտարկյալներ, բանտարկյալներ եթե կան, իհարկե լուծելի են, բայց եթե քրեական պատասխանատվություն է, ազատության հրապարակի հարցը ոնց որ թե լուծվում է, ասինքն մեխանիկորեն, իներցիայով։ Չէ, այդպես չի լինում։ Լավ։ Դա չի բավարարում։ Ամեն անգամ մենք 100,000 մարդ չպետք է հավաքենք, այդ 100,000-ով մարդով գնանք, այդ ճնշման տակ ներս մտնենք։ Պաշտոնապես հայտարարեմ, որ ազատության հրապարակը բաց է ժողովրդավարական հանրահավաքների համար, 10 սպանությունների վերաբերյալ։ Իհարկե մենք այդ կողմ միամիտ չենք, որ նման դնենք մի օրվա մեջ բացահայտման խնդիր լուծեք, այլ դուք հավաստիացնեք, որ իշխանությունները, իսկ դա առարկայական 1-2 քայլով է լինում, համատեղ հանձնաժողով, մեր պահանջների համապատասխան դրսից մի քանի փորձագետներ, մեր հուշելով, այդ հավաստիացումը լինի, դրանից հետո արդեն մենք կօգնենք իշխանությունները, որ նորմալ քննությունը կատարեն։ Իսկ հեշտ լուծում պահանջող այդ 3 հարցերի չկատարման դեպքում ամբողջ ուրեմն պատասխանատվությունը հետագա գործողությունների ընկնելու է իշխանությունների վրա։ Միանշանակ։ Վաղը մյուս օր նորից էլի չասեն, թե մենք ընդդիմություն, եսիմինչ։